Ողջույն, Ինֆոկոմի եթերում այսօր զրուցելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ։ Իմ զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ, համեմատական եւ միջազգային իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ Տիկին Սահակյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Տիկին Սահակյան, ինչպես գիտենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվեց ուղիղ երկխոսություն խաղաղության հաստատման օրակարգով։ Մի կողմ թողնելով այդ օրակարգի քաղաքական ասպեկտները, ուզում եմ խոսենք հանուն այդ օրակարգի առաջարկվող իրավական զիջումների շուրջ։ Ինչպես գիտենք, դեռ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Նախքան հրաժարման մասին խոսելը կուզեմ հակիրճ նկարագրեք, թե միջազգային ատյաններում երկու պետությունները ինչ պահանջներ ունեն իրար դեմ, այնուհետև արդեն խոսենք հրաժարման խնդրի մասին։ Նախ միջազգայինորեն գոյություն ունեն մի քանի հարթակներ, որտեղ պետությունները կարող են միջպետական բնույթի իրավական հարցեր բարձրաձայնել եւ հասնել դրանց իրավական դատական լուծման, թե Հայաստանի Հանրապետությունը եւ թե Ադրբեջանի Հանրապետությունը չեն ճանաչել Արդարադատության միջազգային դատարանի ընդհանուր իրավազորությունը, սակայն ճանաչել են հատուկ դեպքերով իրավազորությունը, ինչը նշանակում է, որ բացառապես կոնվենցիոնալ հիմքերով կարելի է առաջացնել իրավական վեճ, եւ այս հանգամանքը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի պատերազմից հետո նախաձեռնեց միջազգային արդարադատության դատարանում ռասական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիոնալ հիմքով վեճ ընդդեմ Ադրբեջանի եւ այստեղ բարձրաձայնվեցին լուրջ խնդիրներ կապված խտրական քաղաքականության տարաբնույթ դրսևորումների հետ, որոնք պետական մակարդակով էին իրականացվում եւ որոնց թիրախում հայտնվում էին հայերը, հիմնականում էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված։ Հետաքրքրական է, որ հայցի ներկայացումից կարճ ժամանակ անց հայելային հայց ներկայացրեց Ադրբեջանը եւ արդյունքում մենք ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում ունենք մեկական գործեր յուրաքանչյուր պետության դեմ։ Հայաստանը նաև նախաձեռնեց դատական հայցեր Ադրբեջանի դեմ միջպետական մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նկատի ունենալով, որ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը եվրոպական կոնվենցիոնալ համակարգի մաս են, նախկինում այս ացանը օգտագործում էին ակտիվորեն հայտ ուժողները ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, պետությունը ձեռնպահ էր մնում միջպետական գործընթացներից, ռիսկի տակ չդնելով այն քաղաքական գործընթացները, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո, սակայն կրկին 44-օրյա պատերազմից հետո կարծես թե այս մտահոգությունները փարատվեցին եւ նախաձեռնվեց միջպետական հայց եւ կրկին հայելային մոտեցմամբ Հայաստանի հայցին հաջորդեց Ադրբեջանի հայցը եւ այդ հայցերի թվաքանակը այս ացանում մեծացավ։ Այս պահին մենք ունենք հետեւյալ պատկերը, որ Հայաստանի Հանրապետությունը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը 2 միջպետական գանգատ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հետաքրքրական է, որ այստեղ ներկայացված է նաեւ միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի եւ այս գանգատը որոշակի կապվածություն ունի բովանդակային առումով Ադրբեջանի դեմ ներկայացված առաջին հայցի հետ, նկատի ունենալով, որ Թուրքիան ըստ էության 44-օրյա պատերազմի մասնակից է եղել եւ ռազմական աջակցության միջոցով, որը վերաբերել է հրամանատարական ղեկավարմանը, օդուժի կառավարմանը, վարձկանների ներգրավվածությանը, ունեցել է մասնակցություն մարդու իրավունքների այդ համատարած խախտումներում, ինչն էլ բնականաբար պետք է առաջ բերեր պետության պատասխանատվություն։ Եվ երրորդ հարթակը, որը
գործարկել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունը, դա արբիտրաժի մշտական դատարանն է, արդեն իսկ բառը հուշում է, որ այստեղ կան արբիտրաժային գործընթացներ, բայց միջպետական բնույթ կրող, քանի որ պետությունը կրկին հայց է ներկայացնում մեկ այլ պետության դեմ, Ադրբեջանը հենվելով էներգետիկ խարտիայի պայմանագրի եւ Բեռնի կոնվենցիայի վրա երկու նման միջպետական արբիտրաժային գործընթացներ է նախաձեռնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունը այս հարթակում խիստ пассив է եւ որևէ հակադարձող գործընթացներ նախաձեռնված չեն։ Եթե փորձենք խոսել հայցերից, գանգատներից հրաժարվելու մասին, ընդհանուր առմամբ այդ գործընթացը իրավական կամ միայն իրավական գործընթաց է, թե նախ եւ առաջ քաղաքական հայտարարություն է, քաղաքական գործընթաց է։ Ես հրաժարումը կապում եմ առավելապես քաղաքական գործընթացների հետ, նաև դրա վառ վկայություն է այն, որ հրաժարման վերաբերյալ դրույթը իր արտացոլումն է ստանում խաղաղությանն առնչվող պայմանագրում, որի միջոցով փորձ է արվում լուծում տալ հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, եւ այդ պայմանագրի ստորագրումն է, որ պետք է ավարտ աստարարի այն իրավական գործընթացների, որոնք պետք է ապահովեին հարցերի արդարացի լուծումներ եւ նպաստեին նաեւ հայ ուժողների իրավունքների վերականգնմանը եւ մենք նաեւ ունենք մտահոգություններ, որ այդ պայմանները թելադրված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես թելադրվում են պայմանագրի այլ հարակից դրույթներ եւ չենք կապում նաեւ իրավական գործընթացի հետ, քանի որ իրավունքի մեջ եթե կողմերը հաշտվել են եւ ցանկանում են հաշտության բարեկամական մոտեցումներով լուծել խնդիրը, վերացնել խախտումները, ապա որպես կանոն դիմում են հաշտության համաձայնությունների գործընթացին, ինչը իրավական է, այս գործընթացում ապահովում են կրկին արդարացիության պայմանները, հաշտության համաձայնությունները չեն կարող միակողմանի լինել, դրանք չեն կարող ակնհայտորեն հակասել արդարադատության շահերին եւ դրանք վավերացվում են դատարանների կողմից, ուստի այդ արդարության սկզբունքը ապահովում է անգամ բարեկամական կարգավորումների պարագայում։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանը եւ Ադրբեջանը հաշտվում են եւ ցանկանում են հարցը դատարանում լուծել բարեկամական կարգավորմամբ, չխախտելով իրավունքի արդարության սկզբունքները, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից եւ հարցերի հանգուցալուծումը բացառապես թողնում են քաղաքական հարթակներին, որտեղ գործում են վայրի կանոններ, որտեղ մարդու իրավունքների կոմպոնենտը անտեսվում է եւ որտեղ երաշխիքներ չեն տրամադրվում տուժանց անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Եվ այս ամենը մեզ հանգեցնում է այն հետևության, որ մենք այստեղ գործ ունենք քաղաքական գործընթացների հետ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված է, որ դատարանը ցանկացած փուլում կարող է դադարեցնել գործի քննությունը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում եւ դրանցից մեկն էլ ձեր նշած կողմերի հաշտությունն է, բայց միևնույն ժամանակ սահմանված է, որ եթե դատարանը հանգի այն հետևության, որ միևնույն է պիտի այդ խախտումները դատական ակտի տեսքով արձանագրվեն, կարող է անգամ կողմերի համաձայնության պարագայում հրաժարվել դադարեցնել գործի քննությունը։ Ստացվում է, որ այս գործընթացը, որ տեղի ունենում, անգամ այս կարգավորմանը չի համապատասխանում, այսինքն մենք չենք կարող համարել, որ սա այդ հաշտեցման գործընթացն է, որի շրջանակում Եվրոպական դատարանը պիտի համաձայնի կամ չհամաձայնի ընդունել հրաժարումը։
Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ կան, մեկը դա հաշտության համաձայնության կնքումն է, որը հաստատվում է դատարանի որոշմամբ եւ այդ որոշումը ազդարարում է գործի ավարտը եւ հետագա որևէ այլ քննություն եւ դատական ակտ չի ակնկալվում։ Կան դեպքեր, երբ պետությունները միակողմանի հայտարարություններ են իրականացնում եւ ex gratia փոխհատուցումներ են տրամադրում տուժողներին եւ այս միակողմանի հայտարարությունները, որոնք կարող են չընդունվել դիմատուների կողմից, եւս հաստատվում են դատարանի միջոցով, ազդարարելով գործի ավարտը մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եվ կա երրորդ ընթացակարգը, երբ դիմողները դատարանին հայտնում են, որ հետամուտ չեն իրենց գործի հետագա քննությանը, այլևս չունեն իրավական շահագրգռվածություն գործի ելքի առնչությամբ եւ դատարանը որպես կանոն գործը հանում է քննության ենթակա գործերի ցուցակից, կարճում է այսպես ներպետական, տերմինաբանությամբ վարույթը եւ այստեղ այլևս հնարավոր չէ ակնկալել դատական ակտի գոյություն։ Եվրոպական դատարանը ունի մեկ ստանդարտ, որ հայցից հրաժարվելը կամ հետամուտ չլինելը կարող է չընդունել, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն եւ կան արձանագրված դեպքեր, երբ դիմումատուները ենթարկվել են կոպտագույն խախտումների, կյանքի իրավունքի խոշտանգումների եւ դատարանը գտել է, որ այս գործերով պետք է ձևավորվեն իրավական դիրքորոշումներ, որոնք նաեւ կանխարգել են համաեվրոպական համակարգում այդ խախտումների կրկնողությունը։ Հիմա մենք չգիտենք, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս մոտեցումը որքանով կիրառելի կհամարի միջպետական գործերի նկատմամբ, այս դրույթները հիմնականում առնչվում են անհատական գանգատներին եւ չկա մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվել է միջպետական գանգատից։ Կան արձանագրված դեպքեր, նախադեպեր, երբ հայցվոր պետությունը հաշտություն է կնքել պատասխանող պետության հետ, բայց մենք չունենք դեպքեր, երբ միջպետական գանգատի հետամուտ չլինելու հայտարարություն է արել պետությունը կամ ուղղակիորեն հայտնել է հրաժարվելու մտադրության մասին, ուստի այստեղ պետք է հասկանալ, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի քաղաքականությունը ինչպիսին կլինի։ Արդյոք արդարադատության շահի կոնցեպտը կիրառելի կլինի միջպետական գործերի նկատմամբ եւ եվրոպական դատարանը կմերժի հրաժարումը, կշարունակի գործի քննությունը, թե ընդունելի կհամարի հատկապես հաշվի առնելով, որ այս դեպքում մենք գործ ունենք պետությունների փոխադարձ հրաժարման հետ։ Այսինքն ոչ թե միայն Հայաստանն է հրաժարվում, այլ Ադրբեջանը եւս հրաժարվում է Հայաստանի դեմ ներկայացված գործերից։ Հաշվի առնելով, որ թեկուզ եւ միջպետական գանգատների շրջանակում անհատ քաղաքացիների իրավունքների խախտումներն են քննության առարկա, ձեր կարծիքով ինչպիսին կլինի եվրոպական դատարանի մոտեցումը։ Եվրոպական դատարանում անհատական գործերը եւ միջպետական գործընթացները տարանջատված են, իհարկե փոխադարձ կապեր դատարանը կարող է նկատել, սակայն միջպետական գործերից հրաժարումը չի կարող ազդեցություն թողնել անհատական գործերի վրա եւ այս պարագայում մարդու իրավունքների եվրոպական դատարանը կշարունակի անհատական գործերի քննությունը, դատական ակտերի կայացումը, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ անհատական գործերը շատ կոնկրետ դեպքերի են առնչվում եւ նաեւ դրանց թվականակը սահմանափակ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը ներկայացրել էր միջպետական գանգատ եւ պետության գործելակերպը ըստ էության կանխել է ուժած անձանց խմբերին ինքնուրույն անհատական գանգատներ ներկայացնելու գործընթացից։ Իմ հարցը հենց դրա մասն էր, եթե միջպետական գանգատներում շոշափվում են անհատ անձանց շահերն ու իրավունքները, անկախ անհատական գանգատներից, այդ հանգամանքը արդյոք եվրոպական դատարանը հաշվի չի առնի։
Այս գործընթացները ըստ էության իշա երրորդ անձանց գործընթացներ են եւ պետությունը միջպետական գանգատ ներկայացնելով ոչ թե պաշտպանում է իր սուվերեն իրավունքները, այլ հենց մարդու իրավունքները։ Ուստի մենք ունենք շահառու քաղաքացիներ, իրավաբանական անձինք եւ որպես կանոն արդարադատության շահը պետք է ենթադրի տուժած անձանց դիրքորոշումների լսելիություն։ Մեր մոտեցումը այն է, որ տուժած անձինք պետք է դատարանին ներկայացնեն իրենց անհամաձայնությունը եւ պահանջեն շարունակել միջպետական գործերի քննությունը արդարադատության շահերը պաշտպանելու նկատառումներով, բայց եթե դատարանը այս մոտեցումը չկիսի, ապա անհատները հրաժարումից հետո պետք է ներկայացնեն անհատական գանգատներ եւ 4 ամսյա ժամկետը խնդրեն դատարանին հաշվարկել միջպետական գանգատի հրաժարման պահից։ Եվ այստեղ կարծում եմ հիմնավոր են պատճառաբանությունները, քանի որ նրանց խնդիրը ներկայացված է եղել միջպետական գանգատի շրջանակներում, ուստի անտրամաբանական էր նույն հարցի վերաբերյալ անհատական գանգատ ներկայացրելը, քանի որ կա հրաժարում, ուստի խախտված իրավունքի վերականգնման անհրաժեշտությունը ծագում է հրաժարման պահից եւ ժամկետն էլ պետք է հաշվարկվի, այդ 4 ամսյա ժամկետը հաշվարկվի հրաժարման պահից։ Բոլոր դեպքերում սա անցանկալի զարգացում է, արդեն իսկ շուրջ 5 տարի անցել է գանգատները ներկայացնելու պահից եւ այս գործերը մոտենում են եզրափակիչ ակտերի կայացմանը, եթե հրաժարման պարագայում դիմատուները նոր գանգատներ ներկայացնեն, ապա դրանց քննության համար եւս կպահանջվի հավելյալ 5 կամ 7 տարի, այսինքն ստացվում է այն արդարադատությունը, որը կարելի էր հասանելի դարձնել հայերին 5-7 տարվա փոխարեն մատուցվում է 10 կամ 15 տարի անց, հավասարեցվում է ուշացված արդարադատության եւ այն չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը տեղի կունենար ժամանակային արդարադատության իրականացման դեպքում։ Դրանից բացի պետությունը իդեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի, նաև քննչական դատախազական մարմինների ահռելի աշխատանք է կատարել ապացուցողական այդ բազան հավաքելու նպատակով։ Ստացվում է, որ եթե նման բան տեղի ունենա, պետական այդ ռեսուրսը ծախսվել է ոչ մի բանի համար, այսինքն չի ծառայի իր նպատակին, ի սկզբանե հռչակված նպատակին։ Այո, նախ այստեղ կարծես թե պետական ռեսուրսների վատնման երևույթին ենք բախվում, բազմաթիվ կառույցներ գործել են փաստաթղթավորելու համար խախտումները, ավելին պետությունը վարձել է միջազգային փաստաբաններ, որոնց վարձատրության չափերը մեծ են եւ նաեւ հսկայական միջոցներ, ֆինանսական միջոցներ են ուղղվել այս խնդիրների լուծմանը, մինչև այս պահը հաջողությամբ վարվել են գործընթացները, մենք ունենք անգամ դրական միջանկյալ արդյունքներ եւ ունենք վերջնական դրական արդյունքի իրական հեռանկար, բայց պետությունը բաց է թողնում այդ իրավական հեռանկարը, ինչը կարող էր ապահովել իր եւ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը։ Սա իհարկե թույլատրելի գործելակերպ չէ եւ չի նաեւ տեղավորվում պետության կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականության տրամաբանության ներքո, բայց հասկանալի է, որ քաղաքական որոշման պարագայում մենք ակնկալում ենք նաեւ այս անցանկալի զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունը վավերացնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, նաև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան ստանձն է առել պարտականություն պաշտպանելու իր քաղաքացիների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները, որոնք սահմանված են հենց նույն կոնվենցիաներով։ Ստացվում է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը նաև խախտելու է իր իսկ ստանձնած պարտականությունները։ Այստեղ հաշվի առնելով, որ իրավունքի խախտումները թույլ է տվել Ադրբեջանը, առաջնային պատասխանատուն հենց հանդիսանում է
Ադրբեջանի Հանրապետությունը եւ թերևս նման խնդիր չէր առաջանա Հայաստանի պատասխանատվության, եթե Հայաստանը չհասդարարեր իր քաղաքացիներին, որ ստանձնել է նրանց պաշտպանությունը եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում հանձնառել է միջպետական գանգատ ներկայացնելու գործընթացը։ Այս պարագայում անհատների վրա կմնար սեփական խախտված իրավունքների պաշտպանության հարցը, մինչդեռ պետությունը դարձել է փոխարինող գործիք եւ վերցրել է այս պատասխանատվությունը։ Այս պահից, երբ պատասխանատվությունը չի իրացնում եւ հուսախաբության առջեւ է կանգնեցնում տուժողների խմբին, կարծում եմ առաջ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության խնդիրը, որտեղ մենք այստեղ ունենք միջանկյալ պետական գործելակերպ հանձնառել պաշտոնապես այս անձանց իրավունքների պաշտպանությունը միջազգային ատյաններում եւ նշեմ, որ իրականում բազմաթիվ խմբեր այս փուլում քննարկման առարկա են դարձնում Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը եւ ես չեմ բացառում, որ հետագայում հրաժարման գործողությամբ պայմանավորված միջազգային գործընթացներ կնախաձեռնվեն նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները Արտակ Բեգլարյանը, Գեգամ Ստեփանյանը հայտարարել են, որ մի խումբ արցախցիներ պատրաստվում են նման զարգացումների դեպքում արդեն անհատական գանգատներ ներկայացնել, ինչպես իրենց իրավունքների խախտման, Ադրբեջանի կողմից խախտման առնչությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չապահովելու համար։ Այս գործընթացները ընդհանուր առմամբ հեղինակության կամ ցանկացած այլ տեսանկյունից միջազգայինորեն ինչ հետևանքներ ազդեցություն կարող են ունենալ։ Նկատի ունեք հենց Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող գործընթացները։ Ներողություն եւ դա եւ առհասարակ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից հետ քայլ, այսպես ասած։ Առաջնայինը դա հոգեբանականն է։ Մենք ունենք փաստորեն Ադրբեջանի գործողություններից տուժած տասնյակ, 100,000-ավոր մարդիկ եւ նրանք ըստ էության անպաշտպան եւ անօգնական են դարձել Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում եւ ստացվում է, որ պետությունը ազդակ է տվել, որ իրենց իրավունքների պաշտպանությունը կհանձնառի, ապահովելով հայերի պաշտպանվածությունը այլ երկրների ոտնձգություններից։ Եվ հետ կանչը ճիշտ հակառակ հաղորդակցությունն է եւ այն երկարաժամկետ հետևանքներ է թողնելու հանրային գիտակցության վրա, պետություն քաղաքացի փոխհարաբերությունների վրա եւ եթե մենք սա համեմատենք այլ պետություն քաղաքացի հարաբերություններին, ապա միգուցե գնանք եւ հրաժարվենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, հաշվի առնելով, որ այդ իրավաքաղաքական կապը, որ մենք ձևավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալով, ընդհանրապես վնասում է մեզ եւ նվազեցնում է մեր միջազգային իրավական պաշտպանությունը որպես մարդ։ Սա կարծում եմ հենց առաջնային այդ հոգեբանական հետևանքներն են եւ երկրորդը իհարկե իրավական հետևանքներ, որ ստացվում է Հայաստանի Հանրապետությունը խախտում է իր քաղաքացու իրավունքները եւ մենք ունենում ենք արդեն ոչ թե Ադրբեջանի հետ վեճ կամ դրան զուգահեռ ունենում ենք մեր պետության դեմ վեճ եւ քաղաքականապես նաեւ ոչ կոռեկտ է, որ ադրբեջանական խախտումները կարող են համակցվել Հայաստանի Հանրապետության կողմից նույն տուժողների հանդեպ մարդու իրավունքների այլ խախտումներով։ Եվ սա առհասարակ կթույլատնի Հայաստանի նաև դիվանագիտական հնարավորությունները բարձրաձայնելու մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանի խախտումներից, քանի որ ունենանք համանման վարքագիծ, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը
հայերի իրավունքների խախտումների մասով կդրվեն հավասար իրավիճակում։ Նրանք երկուսն էլ կընկալվեն որպես հայերի իրավունքների դեմ ոտնձգող կամ այդ շահերը անտեսող պետություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն հայցերից հետկանչումը, այլև առհասարակ նման նույն դեպքերի առնչությամբ հետագայում նոր հայցեր ներկայացնելու հարցը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում, եթե տեսականորեն տեղի ունենան նոր դեպքերի առնչությամբ եւ քաղաքական կամք ունենալու պարագայում հնարավորություն կլինի դիմելու Եվրոպական դատարան, թե նախորդիվ տեղ ունեցած հրաժարումը արդեն իսկ բացառում է նաև այդ հնարավորությունը։ Սա մեկնաբանության տեղիք թողնող հարց է եւ կարծում եմ ի վնաս մեզ մեկնաբանություններ են տրվելու։ Ենթադրվում է, որ գոյություն ունեցող արդեն իսկ առաջացած հարաբերությունների առնչությամբ ծագող վեճերից պետք է պետությունը ապագայում հրաժարվի, բայց նոր միջադեպերը այս դրույթի շրջանակներում տեղավորելի չեն։ Իհարկե կախված է, թե դրույթը ինչ հստակությամբ է ձևակերպված եւ հետագայում ինչ տարակերպ մեկնաբանությունների տեղիք կարող է թողնել։ Եվ նայեք, հրաժարումը կարող էր տրամաբանական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային մեխանիզմ առաջարկեր նշված անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Օրինակ, Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեին, որ ձևավորելու են հանձնաժողով, որոնք քննարկելու են հայ եւ ադրբեջանցի տուժողների խախտումների խնդիրը եւ ապահովելու են խախտված իրավունքների վերականգնումը։ Բայց նման մեխանիզմների գործարկման մասին խոսք անգամ չի գնում եւ ստացվում է, որ երկու պետությունների համար միևնույն է, թե իրենց գործելակերպը ինչ խախտումների է հանգեցրել, նրանք պատրաստ են միմյանց հետ հարաբերությունները բարելավելու նպատակով հրաժարվել մարդու իրավունքներին առնչվող հայցերից եւ չապահովել վերականգնման այլընտրանքային մեխանիզմներ, սա նաեւ զրկում է քաղաքացիներին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ունենալու հնարավորությունից, ինչը թե սահմանադրությամբ եւ թե Եվրոպական կոնվենցիայով նախատեսված ինքնուրույն իրավունք է։ Դուք հրաժարման տրամաբանությունից խոսեցիք, ես ստիպված եմ դարձյալ մեջ բերել պարոն Փաշինյանի հայտարարություններից մեկը, մի առիթով նա ասել էր տրամաբանական չէ արդյոք, որ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչու պիտի շարունակեն իրավական պատերազմները միմյանց դեմ։ Միգուցե այս հարցին էլ փորձենք պատասխանել, տրամաբանությունը որն է դրա։ Նախ այստեղ կոնցեպտուալ անհամաձայնություն ունեմ, երբ իրավական վեճը անվանում են պատերազմը իրավական եւ սա երբեք չի կարելի պատերազմ որակել, քանի որ կա տարաձայնություն եւ հոգեբանական, տնտեսական, ռազմական պատերազմ վարելու փոխարեն պետությունները ունեն այնպիսի գիտակցում եւ խաղաղասիրական արմատացած մոտեցումներ, որ այդ խնդրի լուծումը պատվիրակում են անկախ արբիտրի, ինչպիսի անուն էլ որ այն ունենա, դատավոր, արբիտր, պանել եւ այլն, եւ վերջիններս հարգելով իրավունքի սկզբունքները, արդարության սկզբունքները, մարդու իրավունքների կոնցեպտները տալիս են այնպիսի լուծում, որը արդարացի է եւ որը իր հիմնավորվածությամբ պետք է իրացվի վեճի կողմերի կողմից։ Եվ սա արդեն իսկ վկայում է, որ կա խաղաղություն, կան փոխհարաբերություններում համակեցության ընդունելի կանոններ եւ տարաձայնությունները ոչ թե լուծվում են ագրեսիվ վայրի մեթոդներով, սպառնալիքներով, ճնշումներով, այլ քաղաքակիրթ մեթոդներով։ Չկա որևէ այլ քաղաքակիրթ մեթոդ տարաձայնությունները լուծելու, քան իրավական վեճերն են։ Եվ իրավական մեխանիզմների բացակայությունն է, որ ծնում է պատերազմներ եւ արդարացնում է ագրեսիվ մեթոդների կիրառումը եւ ես դա կարող եմ շատ հստակ ապացուցել նաեւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում
Արցախյան հակամարտությունը չի ունեցել վեճի կարգավորման իրավական մեխանիզմ։ Ադրբեջանը չի ընդունել Արդարադատության միջազգային դատարանի յուրիսդիկցիան լուծելու Արցախին վերաբերող հակամարտությունը, Հայաստանը չի ընդունել։ Եթե այս մեխանիզմը լիներ, միգուցե մենք ունենայինք հարցի իրավական լուծում։ Ստիպված իրավական հնարավորության բացակայությամբ հարցը տեղափոխվել է քաղաքական պլատֆորմ։ Այն պահից, երբ Ադրբեջանը սկսեց ապա լեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի գործունեությունը, ձևավորեց հարցի լուծման ռազմական մեխանիզմը եւ նրանք միտումնավոր քայլեր արեցին վիժեցնելու քաղաքական պլատֆորմը եւ այնուհետեւ արդարացրեցին, որ վեճը չունի իրավական լուծում, քաղաքական լուծումը արդարացված չէր, ուրեմն չկա այլ միջոց, քան պատերազմի դիմելն է։ Հիմա այս փուլում մենք գոնե, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, գոնե մարդու իրավունքների խտրականության քաղաքականության վերացման առնչությամբ ունենք վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ, եւ այդ մեթոդը պետք է կիրառենք փակելու համար ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծումը։ Մենք կարծես թե Եվրոպական դատարանի պրակտիկայի վրա կենտրոնացանք, ուզում եի նաև հարցնել, արդյոք ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի կամ արբիտրաժային դատարանի պրակտիկայում եղել են նախադեպեր, երբ որ պետություններն են հրաժարվել իրենց ներկայացրած հայցերից։ Արդարադատության միջազգային դատարանի պարագայում եւս նման նախադեպ չունենք, եթե չեմ սխալվում, արբիտրաժային դատարանում կրկին հայտնի են հաշտեցման դեպքեր, սակայն ոչ հրաժարման դեպքեր եւ նաեւ նշեմ, որ նույն խտրականության կոնվենցիայի հիմքով, ինչը քաղաքական զգայուն թեմա է, վեճեր են միջպետական ստեղծվել այնպիսի երկրների միջև, որոնք ունեն խիստ բարեկամական հարաբերություններ, այսինքն անգամ միմյանց խտրականության քաղաքականության մեջ մեղադրելը, ինչը քաղաքական առումով խիստ զգայուն թեմա է, չի հանգեցրել այդ պետությունների միջև, օրինակ տնտեսական, առևտրային եւ այլ կապերի վատթարացմանը, այլ ընդհակառակը այդ հարաբերությունները պահպանելու նպատակով պետությունները դիմել են միջազգային արդարադատության դատարան կոնվենցիայի կիրառությունը պահպանումը ստուգելու նպատակներով եւ սա էլ ցուցադրում է, որ իրական խաղաղության մեջ գտնվող պետություններն են, որ ունեն կամք եւ համարձակություն դիմելու միջազգային իրավական մեխանիզմներին եւ հարցերը լուծելու հենց դատական լուծումների հիման վրա։ Ի վերջո այսօրվա պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք պաշտոնական հայտարարություններ կրակոցների մասին, երբ ամենօրյա ռեժիմով Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի մասին ուղիղ տեքստով նաեւ իշխանություններն են խոսում։ Որքանով է իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը, հետո արդեն նաեւ դրա պահպանումը։ Այս պահին իրատեսական չեմ համարում եւ պատճառը հենց ադրբեջանական կողմն է, նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ ունեն բացահայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը չի արտացոլում Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականություն, նրանք կարող են իմիտացնել process ժամանակ շահելու նպատակով, սակայն շարունակաբար առաջ քաշել անհեթեթ նախապայմաններ, որոնց բավարարումը Հայաստանի կողմից կլինի կամ անհնարին, կամ կպահանջի տևական գործընթացներ, նման անհեթեթ պահանջատիրություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը, որը իրապես որևէ սպառնալիքներ չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Եվ խաղաղությունը կարծում եմ կարող է տեղի ունենալ ոչ թե փաստաթղթի մակարդակով, այլ երբ հասարակություններն են
պատրաստված խաղաղության եւ ունեցել են այնպիսի աճ, ինչը հնարավորություն է տալիս խաղաղ համագոյակցել այլ էթնիկ խմբի հետ եւ իրական հնարավորությունները չափելի են դրա լավագույն ցուցանիշը դա հայերի վերաբերյալ հանրային կարծիքը Ադրբեջանում չափելն է կամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանություն ընկալելը այն թեմաներով, որոնք կարող են առնչվել հայերին։ Որպես օրինակ ներողություն, որ ընդհատում եմ Արևմտյան Ադրբեջան եզրույթը, որ իրենք օգտագործում են խոսելով Հայաստանի Հանրապետության մասին։ Այո, եւ երբ խոսում են Հայաստանի Հանրապետության մասին, նախ մեզ տալիս են այնպիսի բնութագրիչներ պետությանը, որը արդարացնում է Ադրբեջանի այսպես կոչված ինքնապաշտպանությունը Հայաստանի Հանրապետության դեմ, Արևմտյան Ադրբեջան, ինչը կրկին ցուցադրում է այդ տարածքային հավակնությունները, եւ երբ հայերի մասին են խոսում, որպես ստորադաս էթնիկ խումբ են բնութագրում, ընդգծելով ադրբեջանցիների առավելությունները հայերի նկատմամբ եւ այս քաղաքականություններն են, որ հանգեցնում են ցեղասպանությունների, այսինքն հասարակությունը հենց այս ուղու միջով է անցնում, որպեսզի կարողանա մասսական կերպով ցեղասպանություն գործել։ Ադրբեջանի հռետորաբանությունը որևէ կերպ չի փոփոխվել եւ ավելին մենք տեսնում ենք նաեւ բացական տենդենսներ, սա ցուցադրում է, որ Ադրբեջանի հասարակությունը պարզապես պատրաստ չէ խաղաղության, անգամ հայ պատանդների դատավարությունները օգտագործվում են միջոց հայացածությունը խորացնելու նպատակներով, եթե ուսումնասիրելու լինենք դատավարություններին առնչվող հրապարակումները եւ դրանց առնչությամբ արտահայտված հանրային կարծիքները կտեսնենք, որ այս դատավարությունները հայացածություն սերմանող պետության կողմից հատուկ կերպով օգտագործվող գործիքներ են։ Բացի այն, որ մենք այստեղ ունենք արդար դատաքննության խախտումներ, ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ցուցադրական դատապարտում, բեմականացված գործընթացներ, դրանք շատ հեշտ միջոցներ են ատելությունը խորացնելու նպատակով։ Եվ մյուսը, որ խաղաղության վերականգնման հեշտ եւ լավագույն միջոցը դա այնպիսի քայլեր ձեռնարկելն է, որը կարող է վստահություն ստեղծել հասարակությունների միջև, օրինակ հայ հասարակության համար վստահություն կարող էր վերականգնվել, եթե մարդասիրական խնդիրները ժամանակին լուծում ստանային, ոչ թե Ադրբեջանը դրանք չլուծելու ճանապարհով հավելյալ տառապանքներ պատճառեր հայ հասարակությանը, այլ ցուցադրեր թե որքան կարևոր են մարդասիրական խնդիրները եւ դրանց հաշվին առավելություններ, օգուտներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական կողմը ձեռք չի բերում։ Եթե այդ զգայուն խիստ մարդկային խնդիրները Ադրբեջանը հրաժարվում է լուծել մեր հայ պատանդներին չվերադարձնելով, հասկանալի է, որ հայ հասարակության որևէ անդամ չի կարող վստահություն ունենալ հռչակված քարոզվող խաղաղության գործընթացի նկատմամբ։ Այս համատեքստում արժե նաև հիշատակել, որ Հայաստանի Հանրապետությունը վերադարձրեց Ադրբեջանի ռազմագերիներին եւ բացի այդ վերադարձրեց այն հանցագործներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել էին եւ իրենց պատիժն էին կրում։ Այո, եւ եթե Ադրբեջանը նույն գործողությունը կատարեր, կարծում եմ միայն իմիջային առումով դրական զարգացում դա կլիներ, բայց կարծում եմ նրանք այլևս մտահոգված չեն պետության վարկանիշով եւ մարդկային ճակատագրեր խեղելով վրեժխնդրությամբ փորձում են առավելություններ ձեռք բերել, սա խեղված նաև հասարակությունների գործելակերպ է, որովհետև պետությունները կարող են ռազմական այլ ոլորտներում հաղթանակ արձանագրել, բայց հաղթանակը չի կարող ամրագրվել մարդկային ճակատագրերի հաշվին։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Սահակյան։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք հայ-ադրբեջանական բանակցությունների իրավական հարցերի շուրջ, իմ զրուցակիցն էր միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։